Ողջունում եմ ձեզ, սիրելիներս, եւս մեկ անգամ։ Ողջունում ենք նաեւ բոլոր նրանց, ովքեր որ մեզ on-line են դիտում։ Իմացեք մի բան, որ մենք այստեղ աղոթում ենք ձեզ համար, որ Աստծո գերբնական զորությունը ձեր կյանքում էլ, որտեղ որ հիմա դու կաս, նայում ես, դիտում ես, քո կյանքի մեջ էլ գա Աստծո զորությունը, բժշկությունը, վերականգնի ձեր ընտանիքները, նոր հոգի են կոտրվածները ու նոր շնչով, նոր օրհնությամբ, նոր զորությամբ շարժվեք առաջ։ Տերը օրհնի ձեզ շատ։ Գիտեք, մեր Աստված մենք էլ լինելով Աստծո զավակներ, Աստծո որդիներ, հա, Աստծո դուստրեր, Հիսուսի արյունով գնված, ունի թշնամի այս երկրի վրա։ Գիտես, որ անդադար, այսենց Աստծո մոտ, հա, քեզանից ինքը կարա ինչ որ միտեղ, երբ որ դու միտեղ սայթակես, քո մասին վատ ինչ որ անում ես, միանգամից Աստծո այսենց արչև բերի, հա, տեսնում ես այս զավակը, չէ՞, բայց մի բան իմացեք, այդ ով որ բերում Աստծո առաջ, հա, մեր սխալները երբեմն սատանան է։ Եթե չասեմ էլ գիտեք արդեն ով է մեր հոր թշնամին, ով էր Հիսուսի թշնամին, ով չէր ուզում որ Հիսուս իր կյանքը տա։ Ու խոսքի վերնագրին էլ այսպես հենց վերնագրել եմ, հա, ումից է վախենում սատանան։ Այսօր հարց, ումից է վախենում սատանան։ Իրապես վախենում է քեզանից դու Հիսուսի արյունով գնված մարդ ես, թե ժամանակ առ ժամանակ մենք ենք սարսափում կյանքի իրավիճակներից։ Այսօր կնայենք ու թույլ տվեք ասեմ համոզված, որ վերջում մենք կկանգնենք այն համոզված, այն համոզմունքի վրա, որ որոշում կայացնենք, որ ինձանից էլ է վախենալու սատանան, որտեվ այն ինչ որ Աստված ունի ինձ է տվել։ Ամեն, փառք Հիսուսին։ Առաջին տեղը, որ Աստծո Սուրբ գրքից ուզում եմ ընթերցել, Հակոբոս առաքյալն է գրում 2-րդ գլուխ 19 խոսքում ասում է. դու հավատում ես, թե Աստված մեկ է, լավ ես անում։ Ես սա մեզ աղված ասում եմ, լավ ես անում, որ հավատում ես Աստծուն, բայց շարունակությունն ասում է, դևերն էլ են հավատում եւ սարսափում։ Հա, փոքրիկ ընկած հրեշտակներ ասում են, հավատում են ու սարսափում։ Գիտեք ինչի համար։ Ինչի են սարսափում, հա, այդ բառը լավ է գրված, սարսափում։ Վախը մի քիչ մեղմ է, սարսափ ավելի sense վատ կերպարն է վախի։ Որովհետև իրանք գիտեն Աստծո զորությունը, իրանք գիտեն Աստծո հնարավորությունները։ Իրապես, եթե ասեմ, մենք էլ իմանանք Հիսուսի հնարավորությունները, ինչքան հնարավորություններ ունի։ Գիտես, կյանքի եկած են ամեն իրավիճակներում համարձակ կանգնենք, որտեղ գիտենք, ինչ որ Աստված ունի։ Հիսուս ասաց, ով որ հավատում է ինձ, կանի ավելին, ինչ որ ես եմ արել։ Այսինքն ինչ որ ինքը ունի տվել է արդեն մեզ, հա։ Հիմա դու հավատում ես Աստծուն։ Իսկ Հակոբոս առաքյալը մեկ խոսք վերև ասում է, հավատքը առանց գործերի մեռած է։ Եթե հավատում ենք ինչ գործեր ենք անում, մենք հավատքի գործեր ունենք, գիտես մեր գործերի շնորհիվ է որ երևում, որ իրապես սատանան վախենում է մարդուց։ Հասկանանք մի բան, հա, որ սատանան նախ-առաջինը սարսափում է Աստծուց։ Առաջի կետը, որ սատանան այսօր ինքը գիտի իր վերջնական, որովհետև ասում է կրակի լիճը դա ստեղծվեց սատանայի ունկած հրեշտակների համար։ Ինքը գիտի իր ճանապարհը։ Սիրելիներս, հոգևոր կյանքի մեջ սատանան գիտի իր ավարտը։ Կարևոր է բայց շատ մենք էլ իմանանք մեր ավարտը, որ գնալու ենք Քրիստոսի մոտ, հավիտենական կյանքն է մեզ սպասվում, ու գիտես, այս կյանքի մեջ կա թշնամի, որը որ եթե դու մնաս Աստծո հետ, քեզանից էլ կսարսափի, քեզանից էլ կվախենա։ Խոսքն ասում է Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա։ Այսօր մենք եկել ենք այստեղ, հա, բոլորս հիմա, ովքեր լսում են մեզ, Աստծուն հավատում ենք, որ Աստված կա։ Ու ասում է, եթե մոտեցել ես Աստծուն, հավատքով մոտեցի։ Ու ասում է, իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Եթե այսօր մենք հավատքով կարիքների համար էլ աղոթում ենք, Աստված հավատքով, գիտես, կարևոր է։ Աստվածաշունչը ասում է, երբ որ Մարդի որդին եկավ Հիսուսը, ասում է, արդյոք հավատք կգտնի։ Այս երկրի վրա փնտրելու հավատք, արդյոք հավատք կգտնի։ Արդյոք երբ որ մի հատ sense օրերից մի օր sense քո դուրդ թակի Հիսուսը այդ պահին արդյոք հավատք կգտնի։ Այսօր հիմա եթե այս պահին թակի քո դուրդ ներսումդ դու հիմա Քրիստոսն եք, Սուրբ Հոգին, հիմա արդյոք հավատք կգտնի։ Սիրելիներս, հիմա Աստծուն մոտենում ենք հավատքով, որովհետև Աստծուն ասում մոտեցող պետք է հավատա, որ նա կա, ու իրան ինչ որ խնդրում ես վարձայտույց կլինի։ Խնդրում ես օծություն, Աստված կտա, խնդրում ես իմաստություն, Աստված կտա։ Եթե խնդրում ես իրականում ընտանիքում այդ բարգավաճում միաբանություն, խաղաղություն ամուսինների մեջ, ծնող երեխաների մեջ, իմացի Աստված կտա։ Հավատքով, եթե միայն դու մոտենում ես Քրիստոսին, Աստված կտա։
ու իմացիր բոլոր դիվային ուժերը որ կան, ինչքան հիմա սենց դու կարող ես թվարկել քո դժբախտություններդ, հա, քո կյանքում ինչ որ կան դժբախտություններ, դու ինքդ գիտես, նեղություն, դժվարություններ, անհամերաշխություններ, անհաջողություններ որ կա, ինչը որ մեր արածի հետևանքով չի, հա, որ սատանական բերած է, իմացի այդ բոլոր ուժերը հակառակ կողմից հնազանդվում են Հիսուսին։ Ու քեզ էլ կհնազանդվեն, եթե դու հավատաս Քրիստոսին, պահես Աստծո խոսքը, չեն կարա չհնազանդվեն։ Հակոբոս 4-րդ գլուխ 7-րդ խոսքը ասում է. «Արդ հնազանդվեք Աստծուն»։ Շատ կարևոր է, ինչ հաջորդ տեղը կարդամ, հաջորդ շարունակություն մասը, ասում է հնազանդվեք Աստծուն, առաջինը հնազանդվելն է Քրիստոսին։ Հնազանդվի, եթե քո կյանքում կա հնազանդություն, սիրելիներս, իմացի ողջ աստվածային ինչ որ ունի ինքը, Աստված կտա քեզ։ Եթե դու ինչ որ ունես Տեր Քրիստոսի անունով, Հայր, Հիսուսի անունով ինչ որ ունեմ, ես ուզում եմ սա տալ քեզ։ Իմացի հնազանդությունը, երբ որ դու հնազանդվում ես, իսկ Աստված ինչ ունի, տալիս է քեզ։ Ու ասում է շարունակությունը, հակառակ կացեք սատանային։ Դու եթե հնազանդվում ես Աստծուն, ինքը սինքի արդեն իմացի շարունակությունը հակառակվում ենք սատանային։ Ու ինչա կատարվում, սիրելիներս, եթե դուք կարդում եք, դուք ասեք, ինչ կանի սատանան, կփախչի քեզանից։ Այո, եթե դու հնազանդության մեջ ես, եթե դու հակառակվում ես սատանան, իմացեք, սա, եթե մի քիչ բացենք, սա այն գայթակիչ այս կյանքի մեղքերն են, որ առաջարկվում այսօր շատ։ Երիտասարդների է շատ առաջարկվում, երիտասարդներին տարբեր առումներով, sense գայթակիչ, դեռահաս տարիքից տարբեր վայրերում լինեն, միայն ոչ Աստծո տանը։ Թանկագին ծնողներ, ուզում եմ այսպեսի մի հենց ծնողներին է վերաբերում, իմացեք մի բան։ Եթե երեխան ինչ որ սխալ, ինչ որ վատ բաներ անում, կարողացեք միայն նրան Աստծո մեջ բերել, ոչ թե մատնացույց անել սխալները։ Միայն ինքը եթե հանդիպի Հիսուսին, ինքը արդեն այդ ամբողջ իր կյանքում ինչ որ կա կհրաժարվի։ Շատ ժամանակ աշխարհի պրինցիպը ասեմ երեխային ցույցատալ իր սխալները։ Եթե նայեք, անգամ երեխան եթե 10 վարժություն արել, 10-ից մեկն է սխալանում, մենք այդ մեկը ասում ենք, այս մեկը սխալ է արել։ Բայց եթե ասես դու 9 ճիշտ ես գրել, իրան բերենք ճշտի կողմը, հա, բերենք Աստծո կողմը, բերենք Քրիստոսի հետ մտերմացնենք, մատնացույց չանենք այն սխալները, որոնք թեև 9 ճիշտ արել, մեկը սխալ, մենք այդ մեկ սխալն ենք մատացույց անում։ Հավատացեք, որքան ավելի երեխային կբերեք ավելի շուտ ապաշխարության։ Սա ուղղակի կոչը սեր սիրելիներս, որ երեխային ճիշտ, ուղղակի ճիշտ իրան ասենք, ճիշտը Քրիստոսն է, որ իր արիրով մեզ գնել է։ Ու այն մնացած իր կողքի մարդիկ էլ կհեռանան։ Ես երբ որ ապաշխարեցի, ասեմ, շատ մարդիկ կային իմ կողքերս։ Ես չէի ելը զգում ինչպես իմ երիտասարդ ընկերներս ակամայից իմ կողքերից գնում էին, գիտեք ինչի համար։ Չար ընկերակցություններ ապականում են։ Ինձ ծանոթացրեցին Քրիստոսի հետ։ Մնացած այդ կողքից ինչքան սխալ մարդիկ կան, ակամայից Տերը հերվացրեց, ապակայի, որ չապականեն բարի վարքս, որ չապականեն այն քո երեխայի մեջ եղած բարի արժեքները, որ դու դրել ես, հա, երեխա փոքր տարիքից, որ մեծացրել ես իրան ծնողական ճիշտ արժեքներս դեր, աստվածային արժեքներս դրել։ Եթե այն մարդիկ, ովքեր որ դեռ չեն ճանաչում Քրիստոսին, հիմա մեծ տարիքում են, դերեք Քրիստոսի արժեքները, այն մնացած կողքի ինչքան որ սխալ արժեքներ կան, ուղղակի ակամայից կգնան։ Փառք Հիսուսին, կարևոր է շատ դրա մեջ լինել հնազանդ Քրիստոսին։ Սիրելիներս, այնքան մեծ զորություն կա հնազանդության մեջ։ Ուղղակի բառերը, եթե ասես հնազանդություն, դա քո կյանքն է, որ դու ապրում ես, որ ուղղակի ասում ես թող Քրիստոսը ապրեմ կյանքի մեջ։ Այն ժամանակներն է, որ գիտես, դու ապրում ես ուղղակի sense ուզում ես քեզ համար քո մարմնին հաճելի կերպով ապրես, լավ բաներ անես, երկար քնես, հաճույքներ վայելես։ Հիշում եք Աստվածաշնչում նման մի պատմություն կա, մեկը ասում է ամբարներ դիզեց, sense լավ եկամուտ ունեցավ ու ասեց հիմա այս իմ հին ինչ որ շնեմարաններ ունեմ կքանդեմ, մեծ է կկառուցեմ, մեծ եկամուտ ունեցա ու կպարկեմ, իմ համար կվայելեմ, այդ ժամանակ Աստված ասում է եթե այս գիշեր հենց հոգիդ վերցնեմ, ով է վայելելու։ Հիմա սիրելիներս կարևոր է շատ, գիտես, հնազանդություն, որ ինչքան էլ մենք աշխատում ենք երկրի վրա, բայց իմանանք, որ հավիտենությունն է մեզ սպասում, արժեքները քրիստոնեական մեր կյանքում մնան, ինչը որ երբեք ասում է ձեզանից չի վերցվի։ Ուղղակի քո հնազանդությունը Քրիստոսին,
մի հնազանդություն, ասեմ, Քրիստոսին մի հնազանդությունը, թե եթե դու մտածում ես ցանկացած հարց ու 10 օրում կլուծեիր, մի հատ հնազանդությունը Տերը 10 վայրկյան, ասեմ, հա, 10 վայրկյանում շատ հարցեր կլուծի, որ ուղակի անսպասելի է, դու երբեք չես կարող պատկերացնել, Աստված ոնց քո կյանքում կարա այդ իրավիճակները լուծի։ Ամեն։ Ու հնազանդության մեջ կարևոր է, սիրելիներս, չսիրախաղալ մեղքի հետ։ Չենք կարող մենք հնազանդվենք Աստծուն, Աստծո խոսքի մեջ ուզենանք մնանք, միևնույն ժամանակ սիրախաղենք մեղքի կյանքի հետ։ Ցանկացած իրավիճակ, ինչը որ կապված է մեր թշնամու հետ, Սատանան չի կարող վախենա քեզանից, չի փախչի քեզանից, եթե դու սիրախաղում ես իր բերած հաճույքներից, իր բերած ինչ որ Աստծոց չի, հա։ Ինքը էլ ոնց կփախչի, ինքը ոնց կհեռանա քեզանից, եթե դու սիրախաղում ես։ Այսինքն մի քիչ սրանից խոսել, մի քիչ այստեղ այս մեկի մասին խոսել, մի քիչ այն մեկից այս մեկի վատ կողմերի մասին խոսել, որ 10 ունի 9 լավն է, մեկը վատն է, այդ մեկի մասին խոսենք, այս մեկը, բայց սաղ լավ էր, բայց դու նկատեցիր, այս մեկը սենց էր։ Հասկանում եք, չէ՞ ինչն է։ Չենք կարող մենք հնազանդվենք Աստծուն, գանք, ձեռքերներս բարձրացնենք իրապես, փառք տանք Տիրոջը, բայց եկեղեցուց դուրս գալուց, տանից դուրս գալուց, ինչ որ տեղ գնալուց մենք ապրենք սիրախաղելով մեղքի հետ։ Իմացիր, Աստծո զորությունը քո կյանքում կիրառվում է այն ժամանակ, երբ որ կա հնազանդություն ու սուրբ կյանք։ Երբ որ քո կյանքում կա սուրբ կյանք, հա, դու ապրում ես Աստծո խոսքով քո կյանքը այն սուրբ պահելով։ Մի հատ մեջբերում անեմ, գիտես, սուրբ կյանք Աստծո խաղաղության մեջ ապրելու համար կարևոր է շատ, որ քո կյանքից հեռացնես ինչուներ։ Եթե քո կյանքում, իմացի, ամեն մի հարցի մեջ, բայց եթե հանում ես, տեղը դրվում այո եւ ամեն։ Համոզված եղիր, իրապես հենց այդ հավատքով իմացի, որ այդ հարցերից զորավոր լուծում կլինի Հիսուսի անունով։ Ամեն։ Հալելույա։ Ղուկաս ավետարանում այսպիսի մի Հիսուսին մոտեցող աշակերտները ուրախացած, հա, սենց գալիս են Հիսուսի մոտ ուրախացած, սենց բան են պատմում։ Ղուկաս ավետարան 10-17 գլխում այսպիսի մի խոսք է ասում։ Եվ 72-ը վերադարձան Հիսուսի մոտ, ասելով. Տեր, սա այն տեղն է, որ Հիսուսը 72-ին զորություն է տալիս, ուղարկում է, հա, գնան, ավետարանեն, բժշկեն, զորություններ, տարբեր գործեր անեն, պատմեն ավետարանի մասին, բարի լուրի մասին, ու ասեմ, այսօր այդ խոսքը քեզ էլ է ուղված։ Հիմա այս 72-ի կողքին կարաս քեզ էլ ավելացնես։ Հիսուսի վերջի պատվիրանը, որովհետև ասեց, գնացեք բոլոր աշխարհը ավետարանեցեք, հա։ Հիմա այս խոսքը քեզ է տված, երբ որ դու վերադառնաս Քրիստոսի մոտ, ինչ ես պատմելու Հիսուսին։ Հիմա ասում է, եւ 72-ը վերադարձան ուրախությամբ ասելով. Տեր, նույնիսկ դևերն են մեզ հնազանդվում քո անունով։ Այս ինչ զորություն էր։ Ինչ իշխանություն ունես հիմա դու, արդյոք հասկանում ես այդ իշխանության գերազանց մեծությունը, որ այսօր տվել է քեզ Քրիստոսը։ Արդյոք հավատքով ենք մենք աղոթում, որ դևերն էլ հնազանդվեն մեզ։ Արդյոք ունենք այդ իշխանությունը, որ սատանեն սարսափի մեզանից։ 19 խոսքում Հիսուս ասում է. ահա ձեզ, ահա քեզ, ես ձեզի տեղը քեզ եմ դնում, ինձ եմ դնում, ահա քեզ իշխանություն տվեցի ոտնակոխելու օձերին, կարիճներին եւ թշնամ ունեցած ողջ զորությունը եւ ձեզ ոչինչ չի վնասի։ Սիրելիներս, Տիրոջ խոսքն ասում, Հիսուսի խոսքն է, որ քեզ իշխանություն է տվել բոլոր զորության վրա, իսկ որ ժամանակներում մենք կիրառում այդ իշխանությունը, կամ առհասարակ արդյոք մենք կիրառում ենք այդ իշխանությունը, թե ոչ։ Արդյոք մեր կյանքի դժվար իրավիճակներում դու կիրառում ես այդ իշխանությունը, թե ոչ։ Արդյոք դիվային ուժերը հնազանդվում են քեզ, արդյոք սատանան հնազանդվում է քեզ, արդյոք, ասում է, ուրախությամբ ասել, նույնիսկ դևերն են հնազանդվում։ Սիրելիներս, մի պատմություն կա Աստվածաշնչում, ասում է, գնում են մարդիկ, լսում են ավետարանի մասին, հա, հիմա ինչի եմ այս պատմությունը ասում, վերջում կմիաբանեմ իրար։ Գնում են, լսում են, որ Պետրոս ենք, քարոզում են, Հիսուսի անունով ու տեսնում են դևեր են դուրս գալի, հա, ասենց մարդիկ բժշկվում են, ու մեկ էլ գնում են, տեսնում են նման մի մարդու դիվարի ու ասում են, այն Պետրոսի քարոզած Հիսուսի անունով դուրս արի, պատասխանում են, ասում են, գիտես, Պետրոսին գիտենք, Հիսուսին ճանաչում ենք, բա դու ով ես։ Թանկագինս, հիմա ինչի եմ ասում, կարևոր է շատ, դու ով ես Քրիստոսի մեջ,
որովհետև դիվային աշխարհը ճանաչում է Քրիստոսին։ Դու չես կարող գնաս աղոթես, ասես մեր սիրելի հովիվի քարոզած Հիսուսի անունով դուրս արի։ Եկեղեցուն, որ քարոզում են, այն Հիսուսի անունով դուրս արի։ Կարևոր է իմանաս դու ով ես, դու անձամբ ճանաչում ես Քրիստոսին։ Արդյոք քո կյանքում դու կիրառում ես Քրիստոսի օծությունը, Քրիստոսին սրբությունը, որ ինքը կար։ Արդյոք քո կյանքում դու կիրառում ես դա։ Կարևոր է շատ իմանաս դու ով ես։ Չգա մի ժամանակ, գիտես, որ կանգնես իրավիճակներ առաջ անդադար աղոթես, այն թրջունի պես, որ կանգնում անդադար խփումա ծառային, հա, սենց խփումա կտուցով։ Չլինի անդադար դու սենց օղակի ասես, բայց տեսնես արդյունք չի լինում, վերջում էլ ասես, բա եթե Աստված կար, սիրելիներս, եթե դու կիրառում ես, հնազանդության մեջ ես, եթե դու սրբության մեջ ես, իմացի մի բան, Աստված այն ողջ զորություն Աստված քո ներսում կդնի։ Եթե դու ընդունում ես Քրիստոսին քո կյանքում, Տերով ապրում ես Քրիստոսով, հա, քո կյանքում դուրս չես գալի Աստծո սահմանած սահմաններից, ինչը որ Քրիստոսին է, դա քոնն է։ Իմացի մի բան, ողջ դիվային ուժերը կհնազանդվեն նաև քեզ։ Երբ որ դու կանգնես իրավիճակների առջև, կանգնես նման ինչ որ դեպքեր, դիվահարներ, հիվանդություններ, տան անհամերաշխություններ, ինչ որ կլինի, երբ որ դու կանգնես աղոթես, այդտեղի չար ուժերը կիմանան ով է կանգնել աղոթքի, քոնը դիր, երբ որ դու կկանգնես, իրանք կիմանան արդեն ով է կանգնել աղոթքի։ Արքայության մեջ իմացիր մի բան, բոլոր դիվային ուժերը իրանք գիտեն Քրիստոսին էլ, իրանք գիտեն դասակարգերն էլ, իրանք գիտեն քո կյանքն էլ, իրանք գիտեն քո հասկացած զորությունը, ինչքան որ դու կարաս կիրառես։ Շատ կարևոր է։ Եթե դու հասկանաս ինչ զորություն կա քո ներսում, թղթերի մեջ է գրված, ասում է, այն զորությունը, որ հարություն տվեց Հիսուսին մեռելներից, նայեք այն զորությունը։ Ասում է, հիմա քո ներսում է բնակվում։ Դու պատկերացնում ես զորություն, որ մեռելների միջից հարություն տվեց Հիսուսին, որը որ ողջ դիվային աշխարհը կանգնեցնում էր, որ հարություն չառներ Հիսուսը։ Ու հիմա ասում է, քո ներսում է բնակվում։ Դու կարաս պատկերացնես։ Թեև ասեմ, ինչքան էլ ուզենանք պատկերացնենք, պատկերավոր չեն կարող, այլ պետք է ուղղակի հավատանք։ Որտեվ Երանելիա տալի ասում է, ով որ չի տեսել ու հավատում է։ Հիմա այսօր եթե առանց շատ փորձելու երևակայելու ոնց կլինի։ Ես երբեք չէի կարող երևակայությամբ պատկերացնել, որ իմ մարմնիս մեջ կարար ոսկորը երկար էր։ Պատկերացումից դուրս է, բժշկական տերմինոլոգիայից դուրս է դա։ Ոնց կարա առանց բժշկական որևէ մի սարքի լազերային ինչ-որ որևէ մի բանի հպման, օղակի բառերով մարդ, որ հավատում էր Քրիստոսին, օղակի բառեր ասելով, գիտես, ոսկորները երկար էր մարմնի մեջ։ Մեջքը ծրված, մեջքը ուղղվեր։ Սա ինչ է, հավատք է։ Ամեն, հալելույա, կարող ենք ծափարել Քրիստոսին։ Հալելույա, այո, մեր Աստված զորավոր է։ Ու ասում է, ձեզ ոչինչ չի լինի, ում չի լինի։ Մեզ, հալելույա, ովքեր որ Աստծո խոսքի մեջ կարող են իրեն պահել, ովքեր որ գիտեն Աստծո խոսքը պահել, ովքեր որ գիտեն Աստծո զորության մեծությունը։ Վկայության տեսքով էլ մի պատմություն պատմել իմ կյանքից։ Ես սա շատ քիչ տեղերում եմ պատմում։ Հիմա դու կասես, եթե Աստված իրապես կար, հա, եթե քո կյանքում կար, ինչի երկու անգամ հա դեպորտ եղար, ինչի 8 անգամ փորձեցի հատել սահմանագիծը, տարբեր գումարներ կորցնել, ոչ մի անգամ չկարողացա գալ Ռուսաստան, շատ դժվարություններ, ստրեսներ, 8 տարի մնացի դեպորտում Հայաստանում, տարբեր սենց դժվարություններով, գիտեք, այդ ժամանակ հիմա սա չգիտեմ ինչ եմ վկայում այս պատմությունը, բայց իմացիր քո կյանքում, եթե հիմա կա նման իրավիճակ, ստրեսներ, դժվարություններ, հալածանքներ, ցես վկայության կերպով ուզում եմ ասեմ տեսքով, այս պահին դու չես տեսնում վերջը, այս պահին դու չես հասկանում վերջը Աստված քեզի ուր է տանում։ Գիտեք, բայց այդ ժամանակներից հետո, այդ ժամանակների մեջ մի հատ լավ բան տեղի ունեցավ, որ իմ կյանքում ես մինչև իմ կյանքի վերջ ուրախությամբ փառք եմ տալու այդ օրը։ Ես գտա Տիրոջը։ Գիտես, պետք է այդ ամեն ինչի միջով անցնենք։ Առաքյալը գրում է, ասում է, օտար բան մի համարեք, եթե կերպ իրավիճակների մեջ, փորձությունների մեջ կանցնեք։ Ու եթե ասում է, եթե քո գործերը Աստծուն հաճելի է, անգամ ամեն ինչ կվերափոխի դեպի բարին։ Այդ ժամանակ Աստծուն ճանաչեցի, ժամանակ ունեցա հանգիստ ամուսնացած չէի, սովորեի Աստվածաշնչյան դպրոց, ամբողջությամբ նվիրվեի Աստծուն, սովորեի։
Ու հետո երբ որ գիտեք այդ ժամանակները անցան, արդեն Աստծո խոսքի մեջ ճանաչում էի Քրիստոսին, գիտեի Աստծո խոսքը, գիտեի Քրիստոսի զորությունը, արդեն ճանապարհ ուղղակի բաց, ժամանակը լրացավ, եկա Ռաստով ու վկայությունը գիտեք, ես այս վերջերս ներսումս եկա, որ ինչի չեմ վկայում այս մասին Աստծո փառքի համար։ Ու ես ասեմ, եթե շատ գումարներ կորցնելով ընդհանրապես ինձ ովքեր որ ճանաչում են գիտեն այդ պատմությունը ավելի մանրամասն, շատ չմանրամասն են, որ ինչքան դժվարությունների միջով անց այդ ժամանակ։ Բայց երբ որ արդեն Աստծո կամքն էր, որ հիմա ես գայի այստեղ այս ժամանակի մեջ, ասեմ 1 տարվա մեջ սիրելիներս, ես ստացա ռուսական քաղաքացիություն։ Հիմա հերթով թվարկեմ Աստծո օրհնությունը, երբ որ գալիս է, դուք նայեք, ինչի եմ ասում, հիմա եթե ինչ-որ բան քո կյանքում կատարվում, ուղղակի փառք տուր Տիրոջը, ուղղակի կանգնիր աղոթքի մեջ, թող Աստված այդ իրավիճակդ վերափոխի մի հատ հրաշքի, այդ իրավիճակը նենց հրաշքի, որ դու ուղղակի չէիր կարող պատկերացնել։ Նայեք 1 տարվա մեջ ինչ տեղի ունեցավ, քաղաքացիություն ստացա, Զագրան պասպորտ հանեցի, զինվորական գրքույկս, վայնի բիլետ ռուսական ստացա, իմ պրավեն 3 կատեգորիա ռուսական ստացա, ու ասեմ այդ ամեն ինչը իրար հետ, երևի 20,000 ռուբլի չեմ ծախսել։ Հիմա արժե փառք տալ Տիրոջը։ Սիրելիներս, իրապես ես երբ որ ներսում ես քննում էի Աստծո մեծություն, Աստծո զորությունը, ու ասում եմ ինչքան մեծ Աստված, ինչքան զորավոր Աստված։ Գիտես միայն մի բան, հնազանդ սիրտ, հակառակվել մեղքին, հակառակվել սատանային, ու ակամայից սատանան կփախչի քեզանից։ Դուք ասես, եթե քո կյանքում Աստված տենց կար, ինչի բա նման հրդեհի միջով անցար, մարմնիդ կես այրվեց, ինչի նման դժբախտություն տեղի ունեցավ, ես կասեմ սիրելիներս, դրա մեջ էլ Աստված փառավորվեց։ Թանկագիներս դրա մեջ գիտեք ինչքան հերվածած սրտեր միաբանվեցին, որքան մարդկանց աչքի առջև թված կյանքը, որ մի ակնթարթ է։ Այսօր այս մարդը տեսնում ես կողքիդ, դու կարող ես ուղղակի տանից դուրս գաս 2 ժամից գալիս եմ մեր ամուսնության տարին, որ նշենք ու գաս իրան հիվանդանոցում։ Սենց ակնթարթի պես սկսեցին մարդիկ իրենց կողքի մարդկանց գնահատել։ Այդ իրավիճակի մեջ էլ Աստված բարձրացեց մարդկանց, որ սկսեն արժեքավորել շատ մարդկանց իրենց կողքում, որ հիմա կան, գնահատել ամուսիններ իրար, հարազատներ իրար ավելի թանկ դասեն, ավելի այս կյանքը, որ Քրիստոսը մեզ գնել է, ավելի արժեքավոր ենք Քրիստոսի համար, ավելի սուրբ ապրենք, մինչև այդ օր, որ ապրում ենք, հասկանանք մի բան, որ ամեն ակնթարթ կարամ կանգնեմ Քրիստոսի առջև։ Դու հիմա այստեղից որ դուրս գաս, ամեն վարքյան դու կարաս կանգնես Քրիստոսի առջև։ Ոնց կկանգնես։ Դրա համար այսօր ինչի միջով որ անցնում ես կոչը սա, ոչ թե նայենք Տեր, ինչ ես բան եղավ, ավելի քան մեր Աստված քո կողքն է, իմացիր։ Ավելի քան Սուրբ Հոգին քո իրավիճակների հետ քեզ հետ է։ Գիտես որ ոչ մի իրավիճակի մեջ դու չզգաս մենակություն, այդ պահին չես զգում, այդ պահին չես հասկանում ինչի է այդ բանը լինում։ Սենց երբ որ դու սկսում ես ինչ-որ պատկեր նկարել, տուն վերցնենք։ Սկզբից կարող է նկարում ես կրիշը, վերևը, հա, տանիքը։ Ինչ-որ մեկը սենց նայի, չի կարա պատկերացնի։ Երբ որ դու շարունակես նկարել, դա ապրելն է, շարունակել այդ իրավիճակից հիմա որ գնաս աղոթքով զորությամբ անցնելն է, սուրբ կյանք ապրելն է, շարունակվում է նկարել, երբ որ մեկ ուրիշ է, մի քիչ հետո գա տեսնի արդեն պատրաստ պատկերը, կասես ինչ սիրուն նկարա։ Մինչդեռ մի քանի րոպե առաջ մեկ ուրիշ եթե տեսներ, չէր հասկանա ինչ էր։ Նման է դա մեր կյանքին, եթե հիմա ինչ-որ իրավիճակ կա, դու չես կարող պատկերացնել ինչի է կատարվում, բայց հնազանդությունը Քրիստոսին նման է նրան, որ դու ուղղակի սպասում ես։ Իսկ հնազանդությունը մեկ այլ բառով մի քիչ կարող ասենք նշանակում է սպասել։ Սպասել Քրիստոսի փրկությանը, սպասել այդ իրավիճակում հավատքով, որ Աստված քեզ հանելու է, սպասել հավատքով, որ դու չես մնալու այդ իրավիճակի մեջ։ Ես երբ որ ստրեսների մեջ Հայաստանում էի, ես չէի պատկերացնում այդ ժամանակ, որ կգա մի օր, որ ես կկանգնեմ այստեղ ու այս վկայությունը կասեմ, որ 1 տարվա մեջ ես կունենամ ավելին, քան որ 8 տարի ես չեմ կարողացել ունենամ։ Փառք տանք Տիրոջը, այո, հալելույա։ Փառք Հիսուսին։ Ունեցիր քո անձնական վկայությունդ Քրիստոսի հետ։ Ամեն շատ հրաշալի է, երբ որ մենք լսում ենք վկայություններ, բայց ունեցիր այն անձնական հայտնությունը, որ երբ որ դու անձնական հայտնությունը գիտես ո՞ն է, որ դու ես կանգնում աղոթքի, դու ես կանգնում ու քո ճանաչած Քրիստոսինով ես Քրիստոսի անունով ես արդեն աղոթում։ Ու ավելի իմացիր որ մեկը ավելի սրտացավ կլինի քեզ համար, քան դու ինքդ քո նկատմամբ։ Սա այն է, որ դու ինքդ ճանաչես ճշմարիտ Քրիստոսին, դու ինքդ
ճանաչես այն զորավոր Աստծուն, որ քեզ համար կյանք է տվել։ Եթե ինքը կյանքը տվել է, հիմա մեր իրավիճակները, ես հետո երբ որ կանգնում եի Աստծո առաջ ու հասկանում եի, ախր այս երկրագնդի վրա ինչ կա, էդի Տիրոջն է պատկանում։ Իր համար դժվար չէր այս պետության մեջ մի հատ օրենք փոխել, որ ովքեր որ երկքաղաքացի են, ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, կարան իրան ուրիշ երկրի վարորդական իրավունքը առանց գումարի փոխեն ռուսական։ Ամեն մարդիկ կան, այո, այստեղ էլ որ իրենց վարորդական իրավունքները փոխեցին, առանց որևիցե մի բան։ Ես ասում եմ, եթե Աստված կամենում է օրհնել քեզ, կապ չունի որ երկրում ես գտնվում, հա, ուղղակի օրենք կփոխվի մի ժամանակով, փառք տանք Տիրոջը։ Այո, ասեմ, դա վարորդական իրավունքի ստանալն էր, որ ուղղակի օրենք փոխվեց, չգիտեմ ովքեր տեղյակ են թե չէ Ռուսաստանում, ովքեր երկքաղաքացի են, կարան իրենց վարորդական իրավունքը առանց որևիցե մի բանի ռուսական վարորդական իրավունք ունենան, բրավա։ Այդտենց ստացանք ինչ մեր այդտենց օրենք չկա, սիրելիներս, այսօր այդ օրենքը չկա, բայց ասեմ Աստված օրհնեց իր զավակներին այդ օրենքով էլ, ովքեր էլ որ կարողացան այդ ժամանակ հա շատերը վերցեցին, բայց եթե Աստված քեզ էս իրավիճակից հանելու համար ճանապարհ է պատրաստել, այլ պետք չի դու մտածես ոնց ուղակի Աստծուն փառք տուր։ Դա նման է, գիտես, այն իրավիճակների մեջից որ սենց ուզում ես դուրս գաս, նման է Դանիելին։ Գիտես, ասում էր, եթե անգամ Աստված էլ ինձ չպահի, չեմ ուրանա Աստծուն։ Միսակ, Սեդրակ, Աբեդնագովը, եթե անգամ էլ Աստված չպահի, մեկը մենք կգնանք կրակի մեջ։ Արդյոք այդ հավատք ես որ մեր մեջ կա, որ սատանան վախենա քեզանից։ Ես մի քայլ անեմ, բա որ Աստված չպահի, կգնաս երկինք, եթե Աստված չպահի։ Ավելի շատ կպահի քեզ, իր մոտ կտանը, օրինակ, հա, բայց հիմա որ ապրում ենք մենք, արդյոք սատանան վախենում է քեզանից։ Արդյոք մենք ունենք այդ համոզմունք, այդ հավատքը կանգնելու մեղքին հակառակ։ 4 կետ, որից հետո աղոթելու ենք։ Ինչ տեսակ ապրես, որ սատանան գիտես իրապես փախնի քեզանից։ Համարձակ լինես։ Մի վախեցեք, Քրիստոս ասում է, ես հաղթել եմ աշխարհին։ Ասել արդեն մի վախեցեք, համարձակ եղեք, կյանքում ինչ որ տեսնում ես քո կյանքում կա, մի վախեցի, համարձակ եղի։ Որոշում կայացրու երկրորդը, որոշում կայացնու, որովհետև տարուբերվող մարդը, տատանվող մարդը Աստվածաշունչ ասում է, նման է ծովի մեջ ալեկոծված, այսպես որ քամուց մեկ էս կողմա գնում, մեկ են կողմա գնում։ Մի օր ասում է, քամին մի օր քեզ կքշի, sense կգնաս այս կողմ, մի օր կքշի, մի օր հավատում ես Աստծուն, մի քանի կողքերդ մի քանիսը կգան, մի քանի վատ խոսքեր կասեն, դե լավ, դե էլ ինչ, հասկանում ես, բայց եթե դու որոշման մարդ ես, համարձակ մարդ ես, որոշում ես կայացրել, գնաս Քրիստոսի հետևից մինչև մահ, Աստծո զորությունը, այդ ժամանակա որ սատանը, գիտես, Դանիելը, Միսակը, Սեդրակը, Աբեդնագովը, իրանք այն մարդիկ են, որ ունեն որոշում, մինչև վերջին առաքյալները, Հիսուսից հետո բոլորը այդ որոշում ունեին, որ իրենք գնացին, թեև մահացան, խաչեցին իրենց, բայց գիտեին մի բան, որ այս կյանքում չկա ավելի արժեքավոր, ավելի թանկ բան, քան Քրիստոսին հնազանդվելն է, քան Աստծո խոսքի մեջ լինել, ասում են Ստեփանոսին քարկոծում էին, որ ինքը քարոզում էր Քրիստոսին, քարոզում էր Հիսուսի խաղաղությունը, քարկոծում էին ու ինքը պատկերացնում եք հավատքը, ասում է տեսնում եմ երկինքը բացված, ես այդ պահին պատկերացեք քարը մեկ էստեղ էր կպտում, այս ոտքին էր կպտում, կողքին, մեջքին, քարերը կպտում են, հարվածները, ցավը, այսօ քո կյանքի մեջ, եթե կյանքն է քեզ ոչ ֆիզիկապես, այդպես հարվածներ հասցնում, անհամերաշխություն, խնդիրներ, ֆինանսական անբավարարվածություն, տարբեր sense ոչ խաղաղ վիճակ, այդ հարվածները գալիս են, արդյոք դու այդ ժամանակ կարող ես կանգնես ու Քրիստոսի փառքը տեսնես, որովհետև եթե դու տեսնես, այդ իրավիճակից ուղղակի դուրս կգաս։ Ստեփանոս ասում էր, տեսնում եմ երկինքը բացված, Աստծո որդուն Աստծո աջ կողմը կանգնած։ Շատ տեղեր գրվում ասում է Աստծո աջ կողմը նստած, բայց այդ խոսքի մեջ գրվում Աստծո աջ կողմը կանգնած։ Հետևաբար ինքը կանգնել էր Ստեփանոսին ասել ես քեզ հետ եմ։ Դու մենակ չես։ Այսօր նույն խոսքը քեզ սիրելիս քո անունը դիր, դու մենակ չես։ Քրիստոսը քեզ հետ է։ Քրիստոսը ասում է այն իշխանությունը, համարձակությունը քեզ է տվել։ Իր Սուրբ Հոգին քեզ հետ է։ Քրիստոսի խոստումներն են, դա ասեց լավ է որ ես գնամ, որովհետև եթե գնամ Սուրբ Հոգին կգա, որ ձեզ հետ կլինի, թեև ասում է ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։
Իմացի մեզ որբ չի թողնի, ասելա Քրիստոսը։ Այսօր հիմա էլ այստեղ է։ Այսօր հիմա էլ այստեղ քո կողքին, իմ կողքին է Սուրբ Հոգին։ Քրիստոս էս դալիճում է։ Քրիստոս այն մարդկանց հետ ովքեր որ հիմա մեզ լսում են, քո ընտանիքի մեջ է, քո կյանքի մեջ է, ինչ ես անում դու դուրս գալու համար ես իրավիճակից։ Երրորդը սուրբ կյանքն է։ Քրիստոս ասաց սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Սուրբ կյանք ու չորրորդ կետը սուրբ հոգով լցված կյանք։ Գործք առաքելոց 1:8 ասում է, եւ դուք զորություն կառնեք, երբ Սուրբ Հոգին ձեզ վրա կգա, ու իմ վկաներս կլինեք, ասում է։ Սամարիայում, Երուսաղեմում, Հայաստանում եւ բոլոր աշխարհի ծայրերը։ Ամեն տեղ, այսինքն որտեղ որ դու կաս, Քրիստոս ասում է, իմ վկաները կլինեք։ Այսօր մենք Քրիստոսին ենք քարոզում։ Քրիստոսի վկաներն ենք, հա, որ մենք քարոզում ենք Քրիստոսին։ Ու Աստված իր խոսքը ասում է, աշակերտները գնում էին, քարոզում էին, իսկ Աստված էլ ասում է հաստատում էր իրենց խոսքը հրաշքներով, նշաններով, զորություններով։ Այսօր Աստծո խոսքն ենք խոսում մենք, Քրիստոսի խոսքն ենք խոսում մենք։ Ու Աստված էլ այստեղից երբ որ դու մինչև տուն կհասնես, ամեն մեկը հրաշք կտեսնի մինչև տուն հասնելը։ Մեկը զորություն է տեսնել իր կյանքում, մտքերիդ մեջ փոփոխություն ես տեսնելու։ Իրավիճակներ, որ մինչև այսօր այլ էր մտածում, այսօր Քրիստոսի միտք ունենք։ Դու այլ ես մտածելու։ Գիտես, մի օրինակ բերեմ։ Պատկերներ, հա, սարեր բոլորդ տեսել եք։ Հիմա սարի այն կողմը մի հատ պատկերացրեք, մի հատ քաղաք է։ Հիմա մեր Աստված ամենավերևից է նայում այդ պատկերներին։ Ու գիտի այն մյուս քաղաքում որտեղ ինչ կա, որ իրավիճակում քեզ ինչ կա։ Հիմա եթե դու սարի կեսը բարձրանաս, դա մեր կյանքի ընթացքն է հիմա։ Դու եթե կեսը բարձրացել ես, ուզում ես բոլոր քաղաքը տեսնես, դժվար է լինելու։ Դու չես կարող տեսնես։ Այդ այնա, որ Քրիստոսը քեզ ասում է շարունակի դեռ, շարունակի ապրել, շարունակի սուրբ կյանք ապրել, շարունակի սուրբ հոգով լցված ապրել, շարունակի աղոթքի մեջ լինել, շարունակի սուրբ գիրք կարդալ, շարունակի քո կյանքը պահել Քրիստոսի մեջ։ Ու երբ որ դու կհասնես վերև, գիտես դու ինքդ էլ արդեն այդտեղից կտեսնես Քրիստոսի աչքերով։ Գիտենա, երբ որ քո կյանքդ բարձրացնես քո հոգևոր մակարդակը Քրիստոսի մակարդակի է, երբ որ դու նայես իրավիճակին արդեն Քրիստոսի աչքերով տեսնես, դու արդեն կզգաս, որ իրավիճակում ինչա պետք անել։ Էլ քեզ պետք չի լինի ասեն, դու պետք է համարձակ լինես, դու արդեն համարձակ կլինես։ Քեզ պետք չի ասել, որ դու պետք է որոշում կայացնես, որ սուրբ ապրես, դու արդեն որոշում կայացրած ես լինում։ Քեզ պետք չի ասել, գիտես, սուրբ լինես, որովհետև դու արդեն սուրբ ես լինում։ Ամեն, հալելույա։ Եթե կուզես որոշում կայացնես, որ գնալու ես Քրիստոսի հետևից մինչև վերջ, Աստված մի կարճ ժամանակ հետո դու կվկայես Աստծո զորավոր գործերը քո կյանքի մեջ։ Եթե դու որոշում կկայացնես լինելու ես համարձակ, որ ոչ մի դիվայն ուժ չի կարողանա կանգնեցնի քեզ գնալու սրբության ճանապարհով, կարճ ժամանակ հետո դու կվկայես դրա մասին։ Եթե դու որոշում կայացնես, որ Սուրբ Հոգով լցված ես ապրելու, քո կյանքում ամեն իրավիճակում Սուրբ Հոգով ես առաջնորդվելու, կարճ ժամանակ հետո դու կտեսնես Սուրբ Հոգու առաջնորդությունը քո կյանքում, որտեղ գրված է Սուրբ Հոգին մեր ուղեկիցն է, ասում է ձեր ուսուցիչն է Սուրբ Հոգին։ Քո կյանքում ինքը ուսուցիչ ասում է կարիք չունեք, որից մեկը ձեզ բան սովորացնի, ինքը ձեր ներսից կսովորացնի։ Ինչ որ մեկը մեզ չի սովորացնում, որն է մեղքը, մեր ներսից մենք գիտենք որն է մեղքը, ճիշտ է։ Քո ներսից Սուրբ Հոգին քեզ հայտնում է դու ինչ ավել սխալ բառեր խոսեցիր, ինչը նեղացրեցիր մարդկանց, որը որ քո ներսում էր ճիշտ չէր, քո ներսից լսիր, փորձիր հասկանալ Սուրբ Հոգին քեզ երբ է սովորացնում, սովորի լսել Սուրբ Հոգու ձայնը, սովորեցրու քո անձդ աստվածապաշտության մեջ լինելը։ Երբ որ քո անձը սովորի աստվածապաշտության մեջ ներկա լինել Աստծո շատ ժամանակ գիտես մարդը չի կարողանում 2 ժամ մնա եկեղեցում, չի կարողանում մնա Աստծո ներկայության մեջ։ Սիրելիներս, մնա մինչև վերջ Աստծո ներկայության մեջ, մնա մինչև վերջ Աստծո Սուրբ Հոգու ներկայության մեջ։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Երբ որ քո կյանքում կկիրառես քո ճանաչած Քրիստոսի անունը, այդ ժամանակ էլ սատանան կփախնի քեզանից։ Այդ ժամանակ էլ որ դևերը կհնազանդվեն քեզ։ Հալելույա։